Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում։ Այսօրվա ծրագրում դիտեք։ Խնածաղցու տունն ադրբեջանական թիրախում, գիշերը Բաքուն կրկին խախտել է հրադադարը, բայց Երևանին է մեղադրում։ Մինչ Երևանը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորությունները չի բացառում, Բաքուն պնդում է նախապայմանները։ Դուք ձեր ապրած կյանքով ով եք, ձեզանից ինչ եք ներկայացնում, որ Գյումրի քաղաքում որոշեք, թե ով ում հետ ինչ անի։ Գյումրիում քաղաքապետի ընտրությանն աջակցած Մարտուն Գրիգորյանը բարձրաձայնում է իշխանական ճնշումների մասին, իշխանությունից չեն արձագանքել։ Ձեր կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական, այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել։ Սպառնալիք թե բարի խորհուրդ, լրագրողները անդրադառնում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի ինքնակարգավորվելու կոչի։ Եթե նրանք ասում են, որ բազմաթիվ աշխատավորների պահանջով նրանք հիմա մեզ կարգավորելու են, գործիքներ են կիրառելու եւ այլն, ապա դա նշանակում է խոսքի ազատության սահմանափակում։ Պակիստանի կողմից լայնածավալ ռազմական գործողություն սկսելուց ժամեր անց Դելին ու Իսլամաբադը հրադադարի շուրջ համաձայնության եկան։ Գիշերն անհանգիստ է եղել սահմանամերձ Խնածաղ գյուղում, ադրբեջանական կրակոցներից կրկին բնակելի տանտանիք է վնասվել։ Պաշտպանության նախարարությունը հաղորդմանն անմիջապես հետևեց ադրբեջանցիների մեղադրանքը, թե հայերն են կրակել։ Երևանը հերքեց։ Այժմ տեղափոխվենք Սյունիքի մարզ, որտեղ արդեն մոտ 2 ամիս չդադարող ադրբեջանական կրակոցների թիրախում ավելի ու ավելի հաճախ են բնակելի տները հայտնվում։ Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությունից հետո, թե գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություն լինի, Երևանն ու Բաքուն այսօր հրադադարը խախտելու մեղադրանքներ փոխանակեցին։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, թե երեկ երեկոյան Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքի Խնածաղի ուղղությամբ ու դարձյալ բնակելի տանտանիք վնասել։ Սա 2 ամսվա ընթացքում արդեն 6-րդ նման հաղորդագրությունն է։ Արդեն 2 ամիս է Սյունիքի 2 գյուղերի Խնածաղի ու Խոզնավարի բնակիչներն ադրբեջանական կրակոցների ձայնի տակ են գիշերներն անցկացնում։ Խնածաղում այս գիշերն էլ մյուսներից չէր տարբերվում։ Նույն ժամերին են կրակում, ուղղակի տանիքներին են արդեն խփում, փոփոխություն չկա, նույն ժամերին 5 րոպե է տևում, 10:20 սկսում են, 12:30, 2:30, 4:30 այդքան է երևի, բայց տանիքներին են խփում, հենց որ չկա, որ տանիք չվնասի։ Շաբաթներ առաջ ադրբեջանական կրակոցից իր տանը հրաշքով ողջ էր մնացել 73-ամյա Ռուբեն Խաչատրյանը։ Գնդակը տան լուսամուտն էր ջարդել, որտեղ պառկած էր թոշակառու տղամարդը։ Այս անգամ, ըստ Խնածաղի վարչական ղեկավար Սերյան Միրզոյանի, ադրբեջանական գնդակների թիրախ դարձած տունը դատարկ է եղել։ Ոչ բնակելի տուն է, ընդհանրապես գիշերային ժամերին են ցերեկներ ընդհանրապես կրակոցներ չկան։ Ադրբեջանը կրակում է ու զուգահեռ մեղադրում հայկական կողմին հրադադարի խախտման համար, պնդելով, թե իր ստորաբաժանումները միայն համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը այս ընթացքում հաղորդագրությունները տարածել միայն քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքում։ Ադրբեջանի կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակոցներին չի անդրադարձել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով պաշտոնական Երևանը խնդրել է Բաքվին դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների մասին, հետաքննություն է կատարել ու փոխանցել Բաքվին։ Պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարը խախտելու Բաքվի պնդումները կտրականապես հերքում է։ Այսօր էլ հերքել է, թե հայկական ստորաբաժանումները կրակել են առավոտյան 10-ի սահմաններում, իսկ մինչ այդ Խնածաղում կյանքը շարունակվում է։ Մեր երեխաները խաղում են դաշտում։ Ինչ անենք, հենց դիմացն է, սահմանը։ Ինչքան արգել ենք։ Ադրբեջանական կրակոցները հետևեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրմանը։ Մենք ինչպես պատրաստ ենք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունը, այնպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայկական կողմի լավատեսությունը կարծես չկա Ադրբեջանում։ Բաքուն սպասում է, որ Երևանը կատարի ստանձնած պարտավորությունները։ Այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova, ընդգծել, որ
Տրանսպորտային ապաշրջափակման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվի։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից եւ կրկնել նախապայմանները։ Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ։ Ճնշում ու թե քաղաքական, թե մարդկանց սոցիալ հոգեբանության վրա լարվածության մեծացում, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, ադրբեջանական կողմի հիմնական նպատակն է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում այս պահին 3 ուղղություն կա, նկատեց Բադալյանը՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում եւ սահմանագծում, ճանապարհների ապաշրջափակում։ Կողմերի պաշտոնական հայտարարություններով դրանք առանձին գործընթացներ են, սակայն վերլուծաբանը կարծում է, որ փոխկապակցված են, թե ինչքան չի կարող ասել, որևէ փաստաթղթի բովանդակություն հրապարակված չէ։ Բայց այս 3 ուղղություններով էլ Ադրբեջանը փորձում է այդպես առավելագույն ճնշման տրամաբանությամբ առաջ շարժվել, իսկ այդ կրակոցները, լարվածությունը, հետապատեղեկատվությունը, որ իբրև հայկական կողմն է խախտել հրադադարի եւ այլն, դրանք կարծում եմ հենց ճնշման միջոց են։ Հայկական կողմի լռությունը, ադրբեջանական ագրեսիան նույնիսկ հրապարակային մակարդակով անարձագանք թողնելը Բադալյանին այլևս չի զարմացնում։ Լռությունը շատ վաղուց է ու ոչ միայն կրակոցների մասին, ասաց մեկնաբանը։ Մենք տեսնում ենք, որ Երևանը ընդհանրապես Ադրբեջանի հանդեպ խոսույթի առումով որդեգրել է, ճակերտավոր ասած, մեղմասացության նույնիսկ շատ բարձր, անգամ երբեմն ծայրահեղ բարձր աստիճանը եւ տպավորություն է, որ բառեր օգտագործել անգամ, այսպես կա շատ մեծ տաբու եւ վախ։ Սրա մի աղաղակող դրսեւորում էր հենց այն, երբ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արցախ բառն էր օգտագործում եւ հետո վայրկյանների ընթացքում ինքն իրեն այնպես վախեցած էր հերքում մի քանի անգամ Ղարաբաղ ասելով, որ տպավորություն էր, եթե վայրկյանում 3 անգամ այդ արագությամբ Ղարաբաղ չասի, հաջորդ րոպեին արդեն կարող է պատերազմ լինել կամ Ադրբեջանից ինչ որ նոր սպառնալի։ Իշխանության պարզաբանումները, թե Հայաստանը չի գնում իրավիճակի սրման ճանապարհով, Բադալյանը բավարար չի համարում։ Եթե հայկական կողմի լռությունը հիմնավոր է, ապա դա ապացույց է, որ հենց պաշտոնական Երևանն է թույլ տվել, որ իրավիճակը նման ծայրահեղ դրսևորում ունենա։ Դա նշանակում է, որ դիվանագիտական, քաղաքական դիրքերում եղել է բացարձակ ձախողում։ Եթե հասել է բան այնտեղ, որ Հայաստանի պաշտոնյաները արդեն բառերը արտասանելիս պետք է հաշվի առնեն, արդյոք այդ բառը Ադրբեջանը կարժանացնի հավանության, թե ոչ։ Մինչ հայկական կողմը հայտարարել էր, որ Բաքվին առաջարկներ է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման մասով, Բայրամովն այսօր դարձյալ պնդել էր, թե իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Բաքուն անխոչնդոտ առանց ստուգումների ճանապարհ է պահանջում դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Երևանը պնդում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Բայրամովն օրինակ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումները այդ հարցում պարզ են, հստակ են եւ իրենք սպասում են Հայաստանի պարտավորությունների կատարմանը։ Այսինքն տպավորություն է, որ Ադրբեջանը ընդհանրապես այս հարցում որևէ բան քննարկելու պատրաստ չէ եւ հարցը դնում է հետեւյալ կերպ կամ կտրվի միջանցք կամ իրենք որևէ այլ ռեժիմ չեն քննարկում։ Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում անորոշությանը երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ պնդել էր. Մեջբերեմ, ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու։ Հիմա Գյումրի տեղափոխվենք, որտեղ ընտրական կրքերը չեն հանդարտվում։ Թիմակիցների միջոցով Վարդան Ղուկասյանի ընտրությանն աջակցած Մարտուն Գրիգորյանը քաղաքացիական պայմանագրին մեղադրում է վրեժխնդրության մեջ։ Իշխանությունից այս հայտարարություններին դեռ չեն արձագանքել։ Գյումրիի Ավագանում մեր քաղաքը ընդդիմադիր դաշինքն առաջնորդած Մարտուն Գրիգորյանի հոր, որդու եւ եւս մեկ թիմակցի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել է դատարան։ Բարույթը հարուցվել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագրի ու Մարտուն Գրիգորյանի հերակա բանավեճը խիճն էր դարձել։ Ընդդիմադիր падգամավորն այն ժամանակ կատակել էր, թե Մեր շիբինը իրեն շիբինին վնաս չի, թող չանհանգստանան, ուղղակի ցույց ենք տվել մեր գյումրեցիներին, որ մեծ բան չեն արել ձեզ համար։ Բայց կատակը լրջացավ ու փողոցի խճապատումը քրեական գործ հարուցելու հիմք դարձավ։ Իդեպ ՔՊ-ի այդ ժամանակվա համայնքապետի պաշտոնակատար եւ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը եւս մինչ քարոզարշավի մեկնարկը, ինչպես Մարտուն Գրիգորյանը փողոցների խճապատման ու հարթեցման տեսանյութեր էր հրապարակում։ Անկախ դիտորդը թեև ավելի ուշ դիմեց դատախազություն, բայց մինչ այժմ քրեական որևէ վարույթ նախաձեռնված չէ։ Իսկ Մարտուն Գրիգորյանի հարազատների ու թիմակցի
վարույթն արդեն հակակոռուպցիոն դատարանում է, առաջին նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Ընտրություններից 3 օր առաջ ձերբակալված, ապա ազատ արձակված Գրիգորյանի հոր Կամո Գրիգորյանի, որդու Կարեն Գրիգորյանի ու ավագանու ցուցակից Սոֆյա Թորոսյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, նաև երկրից բացակայելու արգելք կա։ Մարտուն Գրիգորյանն օրերս առավոտին տված հարցազրույցում անդրադարձել է քրեական այս գործին, նշելով, որ փորձ է արվել էժան մեթոդով ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել իրեն։ Գյումրեցիները չեն մոռանալու, այսպես մելքի էժան բաներով գյումրեցիների մոդը փորձել կամ ժողովրդի մոդը փորձել տրամադրություն ստեղծել, թե վայ տեսեք Մարտուն Գրիգորյանը կաշառք է բաժանել, շիբին է բաժանել, կաշառք է բաժանել եւ դրանով փորձեին Մարտուն Գրիգորյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնեին ու փորձեին Մարտուն Գրիգորյանին դրանով վարկաբեկեին։ Գրիգորյանը ասում է, իր հարազատ Արցախ թաղամասից մոտ 200 մարդու են որպես վկա հակակոռուպցիոն տարել։ 200 քանի հոգու էս գործերով, էս սդից խուժան գործերով այդ մարդկանց վգա են դարձրելու, այդ մարդկանց Երևանները պիտի քաշտանու, այդ մարդկանց այդքան պիտի անհանգստացնեն, ինչ է թաղի մարդը պատրաստ է եղել Մարտուն Գրիգորյանին ձայն տալու ու այդ մարդկանց անունները հայտնվել է աջակիցների կամ չգիտեմ ինչերի ցուցակներում ու դրա համար այդ մարդկանց պիտի ճնշեն, անհանգստացնեն, այդ նույն Թուրքի մայլի, որը նույն ինքը Արցախ թաղամասն է, այդ նույն Արցախ թաղամասի ժողովուրդը գալու է ժամանակը, իրանց պատասխանը տալու է։ Ընդդիմադիր падգամավորն այս ամենը վրեժխնդրություն է որակում ու մատնացույց անում ՔՊ-ին։ Այդ ամեն ինչը ձեր դեմ արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այստեղած պատասխանատուները, նախընտրական շտաբի պատասխանատուները, Երևանից եկածները, ովքեր որ մտածել են շատ լավ բան են արել կամ ովքեր որ վրեժխնդիր են եղել եւ այսօր էլ վրեժխնդիր են լինում ձեր նկատմամբ վրեժխնդիր են լինում եւ փորձում են ամեն ինչ անում են, որպեսզի խառնակցություն լինի։ Գրիգորյանի թիմակիցների նկատմամբ եւս մեկ վարույթ կա, որն առավել հայտնի է Տատիկների գործ անունով։ Այս գործով քննությունը դեռ չի ավարտվել, դրանում ներգրավված տարեցկանայք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ Մարտուն Գրիգորյանի դաշինքի ստացած 6 մանդատը վճռորոշ դարձավ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու հարցում։ Չնայած ընտանեկան ու քաղաքական երկարամյա հակամարտությանը Գրիգորյանը միացավ մյուս ընդդիմադիրներին, հնարավորություն տալով Վարդան Ղուկասյանին առանց մեծ դժվարության քաղաքապետ ընտրվել։ Արդյունքում քաղաքացիական պայմանագիրը կորցրեց իշխանությունը Գյումրիում։ Հիմա Գրիգորյանը նաև պնդում է, թե սկսել են աշխատանքից ազատել իր թիմակիցներին, բարեկամ ընկերներին։ Հասկանալի է, չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցիների հետ, պիտի հաշվի նստեն ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր չուզող ժողովուրդը Գյումրի քաղաքում ավելին է։ 47,000 մարդ մասնակցել է ընտրություններին, 47,000-ից 17,000-ը քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, մնացածը քաղաքացիական պայմանագիր կուսակցություն չեն ուզել։ Իրենք ասում են մենք հաղթել ենք։ Դե թող ուրախանան այդ հաղթանակով, թող վայելեն այդ հաղթանակը։ Հիմա ինչ է եղել, ինչ են խառնվել իրար։ Գյումրեցի մի քանի ՔՊ-ականների հետ զրուցեցինք, ասացին Մարտուն Գրիգորյանի պնդումներին ծանոթ չեն, ծանոթանան ավելի ուշ կարձագանքեն։ Ավելի վաղ Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները հերքել էին նմանատիպ մեղադրանքները։ Վարչապետի այցից մեկ տարի անց ինչ է փոխվել Լոռու դպրոցներում։ Երկրի ղեկավարի կրկնայցը առանց պաշտոնանկությունների անցավ։ Նա էր առավել հանդուրժող, թե աշխատանքներ ավելի որակով։ Այս անգամ համենայն դեպս կախիչներ պոկելու փորձեր չեղան։ Լոռու մարզի նորակառույց կրթական հաստատություններ Զայրալից Տուգայցից ավելի քան մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ Լոռիում էր։ Բայց ի տարբերություն անցած տարվա այս անգամ վարչապետը մարզից գոհ է հեռացել, Ազատությանն ասաց մարզպետ Արամ Ղազարյանը։ Ընդհանուր շրջայցի արդյունքներից վարչապետը գոհ էր։
Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև այն դպրոցներում, որտեղ 2024-ի տարեսկզբին տեսախցիկների առաջ պատից պոկել էր կախիչները, ստուգել ջրի ծորակներն ու մարզասարքերը։ Այդ ժամանակ որակից դժգոհ վարչապետը չէր թաքցրել զայրույթն ու բացահայտ ակնարկել էր կոռուպցիոն ատկատների մասին։ Դե հիմա որտեղ նայում ենք շինարարը ամեն տեղից ուզեցել է 1000 դրամ տանի, դա չի կարելի այդպես աշխատել, էս ինչ ձև է։ Ատկատ ենք ուզում մենք շինարարից, մեզ փող է տալիս։ Խիչ են անում իրենց գործերից մարդիկ։ Անցած տարվա շրջայցից անմիջապես հետո 3 բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, Լոռու եւ Արմավիրի մարզպետները հեռացվեցին։ Կախիչների գործը դարձավ լրատվամիջոցների թեժ թեման, խոստանալով փոթորիկ դառնալ շինարարական կոռուպցիայի դեմ պայքարում։ Լավ, եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ, ահա որ։ Սա չեմ հանդուրժի սենց բան, որոշումներ են կայացնում։ Իրավապահներն ու վերահսկողները հայտարարեցին միլիարդների հասնող շինարարությունների ստուգման մասին։ Ամիսներ անց պետական վերահսկողական ծառայությունը հաստատեց, վարչապետի կասկածներն անհիմն չէին։ Ընդամենը 5 կրթօջախում հայտնաբերվեց պետական բյուջեից առնվազն 208 միլիոն դրամի անարդյունավետ ծախս։ Հայտարարվեց գները ուռճացված են, որակը անհամապատասխան։ Հսկողության վրա ծախսված 41 միլիոն դրամը ևս ջուրը գցված գումար դուրս եկավ։ Տեխնիկական հսկողությունը ոչ լիարժեք եւ թերի էր որակվել։ Կառավարությունից մարդ չի գալիս, մարզպետարանից մարդ չի գալիս, քաղաքաշինության կոմիտեից մարդ չի գալիս, տեղ հսկող չկա։ Բայց մենք եկել ենք, բայց ենթադրենք մենք չէինք գալիս, հետևողական չէինք կրնելու։ Ինչ վիճակում էին այս դպրոցը երեխեքին հանձնվելու։ Բայց թղթերի վրա մնացած այս խախտումները հետևանքներ այդպես էլ չունեցան, բացի պաշտոնանկություններից։ Մարզպետարանը ինչով է զբաղված, քաղաքաշինության կոմիտեն ինչով է զբաղված։ Օրերս Ստեփանավանում, Մեդովկայում եւ Հագվիում նույն այս նորակառույցներում շրջելիս վարչապետը նախկինում արձանագրված թերությունների մասին հպանցիկ խոսեց, նշելով, թե նախորդ այցին աշխատանքները դեռ ավարտված չէին։ Բայց նախորդ անգամ ինչ է, որ եկել եք դեռ չեք սկսել դասապրոցեսը, դեռ ինչ որ մի խնդրեմ կա։ Մեկնարկներ, բաց թերություններ կային։ Ավարտվում է, էլի։ Ավարտվում է դեսը։ Բայց այդ թերությունը ավարտված չէ լիարժեք։ Դեռ ճիշտ է, նախորդ անգամ որ եկել ենք, լրիվ ավարտված չէ, կիսա վերջը։ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանը, ով այս պաշտոնն ստանձնել է հենց անցյալ տարվա աղմկահարույց ստուգայցից հետո, համարում է, որ շինարարական թերություններն անխուսափելի են։ Նշում է, որ այս անգամ էլ որոշ թերություններ հատկապես նոր կառուցված ավտոճանապարհներին նկատվել են, սակայն քննարկվել են դրանք շտկելու ուղիները։ Թե ինչու երկրի ղեկավարը նախորդ անգամ խիստ էր, այս անգամ ավելի մեղմ, մարզպետն ասաց, խստությունը տեղին է եղել։ Նախկինում նկատված թերություններն էլ ըստ մարզպետի վերացվել են։ Այո, դիտարկումը շատ տեղին է եղել կախիչների հետ կապված եւ ընդհանուր ամբողջովին վարչապետի կողմից ուսումնասիրվել են բոլորը, չեմ ուզում հիմա հատուկ կախիչների վրա կենտրոնանամ, ամբողջությամբ ուսումնասիրվել է, որի արդյունքում կրկնում եմ, որ վարչապետը գոհ էր կատարված աշխատանքներից։ Նկատի ունեմ, այս անգամ էլ այդքան մանրակրկիտ է ուսումնասիրել, արդյոք որակում են։ Մշտապես ամեն այցի ժամանակ ամենայն մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում է վարչապետի կողմից։ Վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում Փաշինյանն այլևս կախիչներ չէր պոկում, կրթօջախներում անբարեխիղճ շինարարությունից ու անպատասխանատվությունից չէր դժգոհում։ Այս անգամ նա աշակերտների ու մանկավարժների առջև խոսում էր կրթության կարևորությունից։ Լավ սովորիր, որ լավ ապրես։ Անցած շաբաթ Իլուր Աշխարհի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արագ ինքնակարգավորվելու կոչը կոչ արեց լրագրողներին։ Նախապես նույնիսկ գիտեր, թե իր կոչին չհետևելու դեպքում հանրությունը ինչ է ստիպելու անել իշխանությանը, կարգավորման լուրջ գործիքներ կիրառել։ Փաշինյանի գրասենյակից հնչած հայտարարությունը լրագրողներին անհանգստացրել է Հարությունյանի գրառումը, եթե կյանքի կոչվեց դրա անունը այլ բան, քան խոսքի ազատության սահմանափակում դնել, ըստ բազմամյա խմբագիրների չի կարելի։ Վարչապետի աշխատակազմից լրատվամիջոցներին զգուշացնում են, ինքնակարգավորվեք, հակառակ դեպքում հանրության պահանջով ձեզնով իշխանությունը կզբաղվի։
Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է Facebook-ով դիմել լրատվամիջոցներին։ Եթե իշխանությունը ձեռնարկի այդպիսի քայլեր, ապա դա կլինի սահմանափակում հենց այն լրատվամիջոցների, որոնք իրենց դուր չեն գալիս։ Ես կարծում եմ ամեն ինչ շատ թափանցիկ է եւ այստեղ առանձնապես մեկնաբանելու եւ վիճելու բան չկա։ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին մի գրառում է արել մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, թե մամուլի ազատության հարցում Հայաստանը առաջ է Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից ու Թուրքիայից։ Ժամեր անց Հարությունյանը երկրորդ ստատուսն է գրել, թե հանրությունը արձանագրել է, որ պետությունը աննախադեպ ազատություն է ապահովում, եւ այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն ու սադրանք։ Մենք շարունակելու ենք ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց ձեր կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական։ Այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել, որը դուք կորակեք որպես խոսքի ազատության սահմանափակում։ Իհարկե կորակենք, ել ինչպես պետք է որակենք, եթե նրանք ասում են, որ բազմաթիվ աշխատավորների պահանջով նրանք հիմա մեզ կարգավորելու են, գործիքներ են կիրառելու եւ այլն, ապա դա նշանակում է խոսքի ազատության սահմանափակում։ Ուրիշ ձևի չի կարելի։ Ով է այդ հանրությունը, որի պահանջով էլ ուզում է գործի անցնել կառավարությունը։ Ինչպես է այդ պահանջը ներկայացվել։ Սոցհարցումներ են արել, հարցնում է Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։ Վարչապետի կաբինետի պաշտոնյայի գրառումը երկարամյա խմբագրի գնահատմամբ մամուլի ազատության դեմ է։ Եվ ամենակարևոր հարցը, ինչպես են նրանք պատրաստվում մեզ կարգավորել, որովհետև անկացած կարգավորում նշանակում է, որ կարգավորվելու են, դա ներկայացվում է որպես, ինչպես առաջ էին ասում, աշխատավորների բազմաթիվ խնդրանքներով, այդպես է ներկայացվում։ Եվ ցանկացած կարգավորում, որը իրականացնում է իշխանությունը, իրանից ներկայացնում է սահմանափակում այն լրատվամիջոցների, որոնք անկախ են, որոնք իրենց տեսակետն են հայտնում եւ այդ տեսակետը դուր չի գալիս իշխանություններին եւ չեն սահմանափակվում այն լրատվամիջոցները, որոնք սատարում են իշխանությունների կամ կատարում են նրանց քարոզչությունը։ Արայիկ Հարությունյանը կոչ է արել միասին աշխատել իրավիճակը շտկելու համար։ Վարչապետի աշխատակազմի նորաբաց մասնակցային ու բաց կառավարման վարչությունը պատրաստ է քննարկել այդ հարցերը։ Լրատվամիջոցների թողարկումների բովանդակության հետ ինչ կապ ունի այս վարչությունը, ինչ է անելու։ Ազատության այս հարցերին կառավարությունից դեռ չեն արձագանքել։ Կառավարության աշխատակազմ, դու բոլորովին այլ գործառույթներ ունես, աշխատակազմի ղեկավար։ Քո գործը չի լրատվամիջոցներին կարգավորելը, կառավարելը, սահմանափակելը կամ չգիտեմ ինչ անելը։ Դա չի մտնում քո պարտականությունների մեջ։ Եվ մենք չենք պատրաստվում հանդուրժել, որ Արայիկ Հարությունյանները գան ու այս երկրում մի քանի ձեռքբերում գոյություն ունի, այդ խոսքի ազատությունը դրանցից մեկն է, գա ու տրորի այդ խոսքի ազատությունը։ Հրապարակ թերթի խմբագիր Արմին Օհանյանի համոզմամբ Արայիկ Հարությունյանն այս գրառմամբ փորձում է վախեցնել այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որ իշխանության քիմքով չեն առաջնորդվում, քննադատում են կառավարությանն ու կոռուպցիան բացահայտում։ Մանափակել, վախեցնել, հետո գիտեք ինչ, այդքան չեն կարող կարգավորել, կառավարել, որքան վախն է շնչել լրագրողներին, խմբագիրներին, որ այդ ինքնագրած քննիչը սկսի աշխատել։ Մամուլի ազատությունը իշխանությունը, պետությունը չեն շնորհում, լրագրողներն են տարիների աշխատանքով նվաճում, պայքարելով ու իշխանության ճնշումներին դիմադրելով։ Մամուլի ազատության առաջընթացով հպարտացող Արայիկ Հարությունյանին հակադարձում է Արմին Օհանյանը, որ լրագրող ու խմբագիր է եղել անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք։ Իբան մոռանում են, որ այդ խոսքի ազատությունը իրենցով չի պայմանավորված։ Դա մեր գործնեությամբ, մեր ջանքերով, մեր առապանքների շնորհիվ է ձեռք բերվել Հայաստանում, մեր լրագրողների, որ 30 եւ ավելի տարիներ անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով եւ կարողացել ենք ամրապնդենք մեր դիրքերը, մեր ազատ խոսելու, ազատ արտահայտվելու իրավունքը վաստակել ենք, այսպես ասած։ Որևէ իշխանություն, ոչ միայն այս իշխանությունը, այլև նախորդ իշխանությունները կամ որևէ այլ երկրի իշխանություն բարի կամքով ոչ մի ազատություն չի տալիս։ Դա լինում է մեխանիզմներով, իհարկե օրենսդրական մեխանիզմներով, որոնց հասնում է հանրությանը եւ դա լինում է լրագրողների աշխատանքով։ Ուղղակի տարօրինակ է, թե ինչպես 2018-ից առաջ ազատ, լայնախոհ, մամուլում աշխատող, խոսքի ազատությունը գնահատող մարդիկ, ինչպիսի
մեծ արագությամբ վերածվեցին խոսքի ազատությունը ատող, լրագրողներին ատող իշխանականների։ Արայիկ Հարությունյանի դժգոհության հասցեատերերը բոլոր լրագրողներն են, նրա խոսքերից ստացվում է Հայաստանում բոլորն են սադրանքով ու սանձարձակությամբ զբաղված, սա անբարեխիղճ մոտեցում է, ասում է Արամ Աբրահամյանը։ Ինքնակարգավորում բառը ինձ թվում է պարոն Հարությունյանը եւ ընդհանրապես մեր իշխանությունը լավ չեն հասկանում։ Ինքնակարգավորումը կապ չունի իշխանության պատկերացրած գործիքների հետ, տասնյակ տարիների փորձով խմբագրի։ Արամ Աբրահամյանի մեկնաբանմամբ այդ ինքնակարգավորումը լրատվական դաշտի գործն է, պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին կամավոր հետևել է։ Վերջին 4 ամիսների ընթացքում 11 դատապարտյալ է Հայաստանում մահացել։ Այս մտահոգիչ թվի հետքերով է իմ գործընկերը գնացել պարզելու ինչ չի արվում, ինչն է թերի արվում։ Իրավապահները սպանության հոդվածով վարույթ են նախաձեռնել պարզելու, ինչից է օրերս մահացել 51-ամյա դատապարտյալը։ Քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կդառնա Արմավիրի բանտի դատապարտյալը սպանվել է թե մահացել այլ պատճառներով։ Բանտից են չէ՞ այդ մարդուն տարել հիվանդանոց։ Նա ուրիշ տեղ չի եղել, նա բանտում է եղել։ Այսինքն բոլոր հետևանքները անմիջապես կապված են բանտի հետ։ Այսինքն եթե հիվանդ է, չգիտեմ, այլ դեպք է, դա կապված է բանտի հետ, որտեղ մարդը գտնվում է փակ համակարգում։ Այս տարվա 4 ամիսների ընթացքում արդեն 11-րդ դատապարտյալն է մահանում, ընդ որում 2023 թվականի ողջ ընթացքում 16, իսկ 2024 թվականին 12 մարդ է մահացել հայաստանյան բանտերում։ Անկախ նրանից բանտարկյալը մահացել է բանտում թե հիվանդանոցում, պատասխանատուն քրեակատարողական ծառայությունն է, կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Մեկ այլ խնդիր է դատապարտյալների համար անհասանելի դարձած հիվանդանոցը, ընդգծում է իրավապաշտպանը, որին ճաղերից այն կողմ ապրող մարդիկ են պատմում, իրենց դժկամությամբ են տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց։ Բուժաշխատողների վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ բացասական է, մտահոգվում է նա։ Ընդգծված նեգատիվ վերաբերմունք եմ տեսնում, երբ ես շփվում եմ բուժ այդ անձնակազմի հետ։ Ինչու են շատացել բանտերում մահվան դեպքերը, առողջական ու բուժօգնության հետ կապված խնդիրներ, բանտային վատ պայմաններ, դժգոհություն արդարադատությունից խտրական վերաբերմունք։ Այս խնդիրները քայքայում են ճաղերից այն կողմ ապրողների առողջությունը, երբեմն դրդում հացադուլի, ինքնավնասումների, ինքնասպանության կամ էլ հանգեցնում մահվան, եզրահանգել են իրավապաշտպանները։ Բանտերում հասարակական դիտորդական խմբի տվյալներն են փաստում։ Վերջին տարիներին ավելացել են հացադուլի, ինքնավնասման դեպքերը։ Օրինակ 2024 թվականին 298, իսկ 2023-ին 288 անձ է հացադուլ արել։ Անցած տարի ինքն իրեն վնասել է 205, իսկ 2023 թվականին 155 բանտարկյալ։ Դատապարտյալների հետ չի անցկացվում հոգեբանական զրույցներ։ Դատապարտյալների հոգեբանական վիճակի ուսումնասիրություն չի իրականացվում։ Դատապարտյալներին ժամանակին չի մատուցվում առողջական ծառայությունների վերաբերյալ ամբողջական բժշկական սպասարկումը։ Այդ իսկ պատճառով դատապարտյալները եւ կալանավորները դիմում են նման քայլերի։ Բանտային կյանքի մասին մանրամասները փակ են հանրության համար, բայց դիտորդական հասարակական խումբը հնարավորություն ունի այցելելու բանտարկյալներին, լսելու նրանց։ Խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի խոսքով բանտային պայմանները լավը չեն նույնիսկ վերջին տարիներին կառուցված Արմավիրի բանտում։ Օտարփոխության աստիճանը նորմալ չի պահպանվում, չի աշխատում դատապարտյալների համար նախատեսված լողանալու վայրը։ Այսինքն 4-5 դուշից աշխատում էր մենակ 1 դուշ եւ լույսն էլ չկաներ։ Ամբողջը փորկոզնած, պատերը քանդված։ Վատ պայմաններին գումարվում է թերի բույժ սպասարկումը, ընդգծում է իրավապաշտպանն ու նշում, իրենց հարցումները բանտարկյալների շրջանում ցույց են տալիս, որ պահման պայմաններից հետո երկրորդ տեղում են առողջական խնդիրները, կամ բողոքներ դեղերի նշանակման հարցում, երբեմն բժշկի նշանակածի փոխարեն դատապարտյալ հիվանդը փոխարինող է ստանում, կամ միավով հիվանդին չեն բացատրում անհրաժեշտ դեղն օգտագործելու կարևորությունը։ Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոնում շարունակում են պնդել, ազատազրկվածները ստանում են պատշաճ բուժ սպասարկում, դեղերը ժամանակին են գնում, անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցներ։ Ունենալ միջազգային չափանիշներին, պահանջներին համահունչ քրեակատարողական եւ պրոբացիոն համակարգ։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը դեռ փոխնախարար եղած ժամանակ 2019 թվականին էր այս ցանկությունը հայտնել։ Կա նաեւ հաստատված ռազմավարություն, բայց 5 տարի անց խնդիրները մնում են չլուծված։ Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կալանավորը պետության տված հացը ուտում է։
Դեռ 2021 թվականին էր վարչապետ Փաշինյանը նախընտրական հանդիպման ժամանակ խոսել բանտային կյանքի բարելավման մասին։ 4 տարի անց սակայն մարդու իրավունքների պաշտպան իր զեկույցում տասնյակ խնդիրներ է առանձնացրել։ Անահիտ Մանասյանի թիմին բանտարկյալները պատմել են սննդի վատ համի, հոտի, որակի մասին ու նշել, որ տնից են սնունդ ստանում։ Մանասյանն իր զեկույցում նաև գրում է. բուժաշխատողները խտրական վերաբերմունք ունեն, խնդիր է նաև բուժաշխատողների պակասը։ Օրինակ Վանաձորի եւ Նուբարաշենի բանտերում թեև կան ատամնաբուժական ծառայություններ, բայց դրանք հասանելի չեն, նաև հիգիենիկ չեն, չկան անհետաձգելի բուժօգնություն տրամադրող սարքեր, դեղերը քիչ են ու երբեմն ժամկետանց, սահմանափակ է դրանց տեսականին։ Հիմա միջազգային թեմաների մասին առավոտյան Հնդկաստանի դեմ Պակիստանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունից մի քանի ժամ անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Դելին ու Իսլամաբադը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնել են հրադադարի գնալ։ Կողմերը հաստատել են այդ տեղեկությունը։ Պակիստանի արտգործնախարարն էլ հայտարարել է, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարից բացի հրադադար հաստատելու ուղղությամբ աշխատել են նաև Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան։ Պակիստանի ռազմական գործողությունների ղեկավարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների ղեկավարին այս ցերեկ։ Նրանք համաձայնել են, որ երկու կողմն էլ կդադարեցնեն կրակն ու ռազմական գործողությունները ցամաքում, օդում ու ծովում։ Այսօր ժամը 17:00-ից։ All firing and military action on land and in the air and sea with effect from 1700 hours Indian Standard Time. Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում հնդիկ զբոսաշրջիկների վրա կատարված հրազենային հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել, 25-ը հնդիկ, 1-ը նեպալի քաղաքացի։ Հնդկաստանի իշխանությունները հարձակումը որակել էին որպես ահաբեկչական գործողություն և այս շաբաթվա սկզբին ռազմական գործողություններ սկսել Պակիստանի դեմ։ Այսօր վաղ առավոտյան Պակիստանը Հնդկաստանի դեմ պատասխան լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց, թիրախավորելով մի քանի ռազմական օբյեկտներ և խաղաղ բնակավայրեր։ Ուկրաինան ու բոլոր դաշնակիցները պատրաստ են լիակատար և անվերապահ 30-օրյա հրադադարի ցամաքում, օդում և ծովում սկսած մայիսի 12-ից, հայտնել է արտգործնախարարը։ Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը սոցցանցում նաև գրել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետերը արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Եվրոպացի առաջնորդները այսօր առավոտյան գնացքով ժամանել էին Կիև կամավորների կոալիցիայի հանդիպմանը մասնակցելու համար։ Ուկրաինայի արտգործնախարարը հավելել է, եթե Ռուսաստանը համաձայնի 30-օրյա հրադադարին և արդյունավետ մոնիտորինգ ապահովի, ապա դա կարող է ուղի հարթել խաղաղության բանակցությունների համար։ Իրանը համաձայնել է շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ Հանդիպումների 4-րդ փուլը տեղի կունենա վաղը Օմանում, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, պնդելով, թե այդ հանդիպումներում առաջընթաց կա։ Ամերիկյան կողմից ըստ Reuters-ի հանդիպմանը կմասնակցի նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։ Իրանցիները հայտարարել են, որ չեն ցանկանում միջուկային զենք ունենալ և Միացյալ Նահանգները այս հարցում կհավատա նրանց խոսքին, ասել է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչը։ Ուիթկոֆը միաժամանակ ընդգծել է, այս դեպքում ուրանի հարստացման Իրանի կայանները պետք է անպամոնտաժվեն։ Այսքանը այս թողարկման համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լուրերին կարող եք հետևել ազատություն.am կայքում, դրանք անընդհատ թարմացվում են, գտեք մեզ սոցցանցերում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով։ Հաջողություն։